Շարժվենք առաջ, միք մարդիկ բաժանվում են երկու տարբեր խմբի։ Նրանք ովքեր դիմանում են, երբ քաղցած են, եւ կարող են երկար այդպես մնալ այդ կարգավիճակում, բայց մարդիկ կան, ովքեր լինում են քաղցած, ոչինչ այլևս նրանց աչքին չի երևում եւ առաջին օգտությունը միայն սնվելն է։ Լուրջ։ Բայց դու դեռ այդքան էլ քաղցած չես, չէ՞։ Այդքան էլ քաղցած չեմ, բայց արդեն մեր տաղավարը ես ասում եմ շատ անուշաբույր հոտեր։ Ահա, անուշաբույրը մեր տաղավարը շնորհիվ Անուշի։ Ես անուշաբույր ասելով արդեն նկատի ունեմ, որ Անուշն է մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք շատ հեշտ, արագ պատրաստվող մի ուտեստ, որը կամ կարելի է նույնիսկ աղցան անվանել, որը վստահ եմ մեր հեռուստադիտողները անպայման կպատրաստեն հենց այս տարբերակով։ Մեզ պետք է դդմիկ, որը արդեն սկսել եմ տապակել ի դեպ, որպեսզի հասցնենք, լոլիկ, պանիր եւ սամիտ ու թթվասեր։ Պատկերացրեցիք, չէ՞ ինչ է արվում։ Տաք աղցան է լինելու։ Որը կարող է արդեն սառել եւ սառչելուց հետո նորից ուտել։ Այսինքն պետք է մենք գեղեցիկ ափսեի վրա դասավորենք շերտ-շերտ։ Իդեալական է սկսվելու մարավոտը։ Թթվասերով կպատրաստենք թանձրուկ, որը որ պետք է արանքներում հերթով քսենք։ Ես արդեն պատկերացրեցի, սա ինչի մասին է, ինչ է լինելու։ Եվ համեղ է, արդեն պատկերացրեցի, որ համեղ է։ Դե իհարկե թանձրուկը Անուշից անպակաս է գրեթե, գոնե 10-ից 8 դեպքում, այո, Անուշի բաղադրատոմսերի մեջ պարտադիր կա թանձրուկ, ինչը միանշանակ լրացնում է ամբողջ համային հատկանիշները։ Անուշի, իսկ այս բաղադրատոմսը որտեղից ես գտել։ Ես շատ վաղուց տեսել էի ուղղակի, հյուր էինք գնացել եւ պատրաստել էին այսպիսի, ուրեմն դդմիկը, ուղղակի վրան քսված թթվասերով եւ սամիթով, ու այդպես մի քիչ ավելի հարստացրեցի ու ավելացրեցի նաեւ լոլիկը շերտով, չէ՞ որ մենք սմբուկնել ենք այդպես պատրաստում եւ շերտ-շերտ դասավորում, այո, եւ լոլիկով ու պանրով էլ պատրաստեցի։ Այդպես։ Հիմա մենք առաջին շերտը այսպես դասավորենք։ Իդեպ արդեն կամած գալիս է մոտիկանում է սմբուկի սեզոնը, այսպես ասած։ Այո, դդմիկը, սմբուկը։ Այո, տարբեր կարգավիճակներով եւ խորոված եւ տապակա սմբուկը միանշանակ սիրելի է շատերի համար։ Ես շատ եմ սիրում։ Մենք այսօր վաղ առավոտից խոսել ենք բարություն անելու կարևորությունից։ Իհարկե, հենց հիմա էլ դու բարություն ես անում, որովհետև աշխատավայրում ես սիրելի, ժպիտով ես տրամադրված եւ դրական ու այդ էներգիայով բոլորիս համար պատրաստում ես հետաքրքիր ուտես, նաեւ կիսվում ես այդ բաղադրատոմսով մեր հեռուստադիտողի։ Սա արդեն իսկ բարություն է, բայց օրինակ կհիշես մի քայլ, մի բարություն, որը վերջերս է եղել քո կյանքում, ինչ որ մեկին օգնել ես ու բարությունը եղել է շատ տեղին ու ճիշտ ժամանակին, որպես այդպեսին։ Այդպես հստակ ես պահին չեմ հիշի, բայց իրականում ես սիրում եմ մարդկանց օգնել եւ պետք չէ ինձ համար օրինակ պետք չէ որ ես գամ նա ինձ ասի կօգնես նոր օգնեմ, եթե ես զգում եմ ես միշտ առաջ եմ ընկնում։ Օրինակ այսքան ժամանակ մենք աշխատում ենք իրար, չես զգացել, որ ես օգնության կարիք ունեմ։ Ինչի ինձ մեկ անգամ չես օգնել։ Հեն Անուշ։ Դե լավ, իք շատ դեպքերում նա քեզ օգնել է, դու բազմիցս 4 անգամ էլ եկել եմ քեզ մոտ այդտեղ։ Դու չես իմ աչքերի մեջ նելով չես զգացել, որ Միք, բայց դա արդեն իսկ Եվ դու չես զգացել, որ ես հասկանում եմ առանց ասելու։ Ես գիտեմ, որ դու շատ բարի ես։ Անուշ, բայց մինչ դու կպատրաստես, մենք կխնդրեմ նաև միանաս մեր խոսակցությանը, որովհետև ներկայացնելու ենք շատ հետաքրքիր մի դիպված, սիրելի հեռուստադիտողներ, խոսքը վերաբերում է 68-ամյա ամերիկացի Դեն Սիմփսոնին։ Հիմա տես թե ինչ է նրա հետ կատարվել։ Նա պիցայի առաքիչ է աշխատում վերջին 14 տարիներին եւ այս հետաքրքիր պատմությամբ նա հայտնի է դարձել աշխարհին։ Ոչ միայն հայտնի, այլ նաև հարուստ։ Հարուստ։ Այո, բանն այն է, որ նա վերցնում է պատվեր պիցայի եւ երկու պիցայի եւ երկու հյութի։ Ահա, Գնում է, որպեսզի վերցնի այդ հյութերը, եւ տեսնում է, որ խանութում չկա։ Խանութում չկա, զանգում է պատվիրատուին, պատվիրատուն չի վերցնում հեռախոսը, հետ էլ չի զանգահարում, որպեսզի այս պիցայի առաքիչը իմանա, որ կարող է նա այլ հյութ գնել փոխարինող։ Մի խոսքով նա իր գրպանից, իր սեփական միջոցներով գնում է երկու հյութ եւ պիցայի հետ միասին առաքում է պատվիրատուին։ Մինչ Դա կշարունակենք հայերի համար շատ զարմանալի չէ, բայց հաստատ Ճիշտ ես ասում։ ամերիկացիների համար շատ Բայց զարմանալի։ բոլորդ տեսակ չէ, ինչ
դեմքի բարի արտահայտություն ուներ մեր հերոսը Դենին։ Դե միանշանակ հաճախորդին տպավորել է Դենի բարությունը արած քայլը, նա գրել է այդ մասին սոցցանցերում ու մարդիկ էլ որպես շնորհակալություն գումար են փոխանցել Դեն Սիմփսոնի հաշվին ու մի քանի օրվա ընթացքում ավելի քան ուշադրություն 150,000 $150,000 է հավաքվել։ Հիմա տես, եթե ԱՄՆ-ի դրամային ֆակտորը հաշվի առնենք, ապա հա, ի վերջո, որպես այդպիսի շատ մեծ գումար չէ $150,000։ Այո։ Բայց սա քայլ է, սա բարություն է, սա անակնկալ է նաև եղել մեր հերոսի համար ու այստեղ ամենահետաքրքիր գիտեք որն է, որ նա ընդամենը մի քանի օրից ապրիլի վերջին անցնելու է թոշակի։ Եվ ահա իր աշխատանքային, այսպես ասած, գործունեության վերջամասը իդեալական կարիերա է ստեղծել։ Շատ հետաքրքիր է լինում։ Ես այս նյութը որ կարդում էի, պայտակ որոշեցի պիցայի առաքիչ դառնալ, բայց չհասցրեցի, արդեն հայտնվեցի այստեղ առավոտուսոյի տաղավարում։ Արի այդ քայլին դու դիմիդ, երբ մոտ ես լինելու, թոշակառու լինելու կարգավիճակին։ Գուցե մի մեծ բարություն էլ քո համար լինի, սիրելի ընկեր։ Այսպիսի հետաքրքիր պատմություն մեր Դեն Սիմփսոնի մասին, սիրելի լսատիտողներ, հիմա վերադառնանք խոհանոց, հասկանանք Անուշը որ փուլում է եւ ուր է հասել։ Անուշը կտրատում է Սամիթը, եթե ճիշտ է։ Շատ հետաքրքիր էր։ Ես կարծում եմ մեր հեռուստադիտողների մոտ էլ ամեն դեպքում ժպիտ առաջացավ հաստատ, որովհետեւ որքան էլ փոքրիկ բարությունների մասին մենք լսում ենք, միշտ էլ ավելի շատ ենք ժպտում ու յուրաքանչյուրի մոտ ցանկություն է առաջանում որևէ մեկին բարություն անել։ Դրանից լավ բան կա, դրանից բավարարված ես զգում, լավ ես զգում քեզ եւ կյանքը ավելի բարությունը անվճար պարգև է, որը որ կա, պետք է օգտվել դրանից։ Եվ այսպես, Սամիթն եմ արդեն կտրում, ես թթվասերը այստեղ ափսեի մեջ դրեցի, ինչն է այստեղ հետաքրքիր, որ ես աղ չեմ ավելացրել, որովհետև աղից ջուրը դուրս է գալիս դդմիկի եւ էլ ավելի շատ է սկսում յուղը թռնել, անհնար է առանց դրա, բայց երբ որ աղը չենք ավելացնում, այսպես ավելի քիչ է։ Անուշ, ես չհասցրի ֆիքսել պանիրի հետ կապված, նրա ճակատագիրը ինչ է լինելու, հալեցնելու ենք պանիրը։ Մենք պետք է քերենք եւ շերտը ավելացնելու ենք որպես մեկ շերտ։ Կապ չունի, ինչ ձև ուզում է լինի, պանիրը ամեն ձև համով է։ Այո։ Այստեղ Սամիթը թթվասերին ենք խառնում եւ կհամեմենք։ Իսկ ես վստահ եմ, որ բարություն պետք է ցուցաբերել նաև խոհանոցում, Միք, գիտես ինչու։ Ինչու։ Որովհետև ասում են ուտեստը լինում է համեղ, այսպես մարդիկ, ովքեր հավաքվել են եւ պետք է փորձեն քո պատրաստածը, նրանք միանշանակ տալիս են դրական գնահատական, եթե դու ուտեստը պատրաստել ես բարի հոգով ու սրտով։ Այսինքն, եթե քո մեջ կա չարության մի փոքրիկ նշույլ կամ եթե դու չունես բարի տրամադրված հատկություն, հատկապես այդ պահին, ապա պետք է հեռանալ խոհանոցից։ Ես համաձայն եմ։ Չար մարդը պետք է իրավունք չունի մտնի խոհանոց։ Ես քո սրտից եմ, չէ՞ հիմա խոսում շատ։ Ես ներվայնանում եմ արդեն, այսպես ասած, որ այսպեսի բաներ ենք խոսում, ճիշտ ես ասում։ Օրինակ Անուշի պատրաստած այս ամեն ինչը, մենք ինչքան ժամանակով փորձում ենք, համբերում ենք, չէ՞։ Ինչքան համեղ է, ինչքան համով ենք մենք ուտում, չէ՞, այս ամեն ինչը։ Որովհետև նա բարի է էությամբ։ Անուշ, աղը պահել ես պատրաստ քո ձեռքում։ Այո, հիմա աղ ենք ավելացնում թթվասերի վրա, կանաչին թթվասեր եւ միանգամից այստեղ էլ աղ ավելացնենք, որովհետեւ տապակելիս աղ չենք ավելացրել։ Ուրիշ համեմունք որպես այդպեսին չունենք։ Եվ սև պղպեղ։ Սև պղպեղ։ Մի քիչ կարող ենք առած սև պղպեղ նույնիսկ կարող ենք դդմիկի վրա էլ մի փոքր ավելացնենք։ Ահա։ Մենք լոլիկն էլ, չէ՞, պետք է թարմ վիճակում կտրատենք եւ Այո, հիմա մեկ շերտ կդասավորենք։ Այսինքն տապակում ենք միայն սմբուկը, այո, Անուշ։ Դդմիկը։ Դդմիկը, այո, դդմիկը։ Շատ առողջարար իմիջայլոց, կարող եք ընթերցել Դա անունն էլ է գեղեցիկ ու հաճելի դդմիկ։ Բայց ասում ես դդմիկ, իբր բարի բան կա, դդմիկ։ Եվ ավելի Եվ լուրջ է այստեղ հնչում։ պետք է ավելացնենք մի փոքր սխտոր։ Շատ քիչ եմ ավելացնում, տեսեք, այսքան։ Կարող ես շատ ավելացնել, որովհետև մենք սիրում ենք սխտորի բույրը, համը, հոտը։ Որպեսզի չայրվի, արագ շտապ եմ վերցնել կրակի վրայից։ Դնենք անձեռոցիկով ծածկված ափսեի վրա։ Եվ մինչև մեզ արդեն բավական է այդքանը, կարող ենք անջատել, մենք 2 շերտ կանենք։
Եվ այստեղ սխտորը ճզմենք։ Առանց սխտոր իրականում այս դդմիկը իհարկե չենք պատկերացնում։ Միանշանակ Պարտադիր է։ համամիտ եմ քեզ հետ, որովհետև առհասարակ դդմիկը երբ մենք ուտում ենք, համենայն դեպս տապակած տարբերակով միշտ էլ լիարժեք համը լրացնում է նորի մեծություն սխտորը այս դեպքում։ Այո, Պետք բայց- չէ խուսափել հատկապես Այո։ չնայած տարվա բոլոր եղանակներին է խրախուսվում, բայց դե հիմա գարուն է, մարդկանց օրգանիզմը արթնանում է, վիրուսները շատ ավելի են նաև ակտիվանում, իսկ ինչ է պետք անել, ունենալ ամուր իմունիտետ, իսկ իմուն համակարգի համար կարևոր բաղադրիչներից մեկն էլ իհարկե սխտորն է։ Սխտորը եւ իմբիրը։ Եւ Այո։ իմբիրը, այո։ Սա Կոճապղպերը ապացուցել են մեր պապերը։ նույնպես։ Հիմա թթվասերը պետք է այսպես դասավորենք գեղեցիկ դդմիկի վրա։ Եթե ես պատրաստելիս լինեմ այս աղցանը, Անուշ, գուցե թթվասերին մի փոքր խառնեմ նաև քամած մածուն։ Ըստիս Քամած մածուն։ հետաքրքիր Թթվաշ ես սիրում ավելի։ այո, մի փոքր այդ թթու հատկանիշը ինձ թվում է։ Իսկ եթե հաճելի ես կլինի։ պատրաստեի օրինակ այս աղցանը, ես մի փոքր կավելացնեի միս։ Ես մի շատ եմ սիրում իշ խոսք։ Դե բայց պիտի հասկանանք ինչ կարգավիճակում միսը պետք է ավելացնել։ Հա, իսկապես։ Ինձ թվում է պետք է լինի միսը բարակ շերտերով կտրատված, ապրես, այո։ Դու նկատել ես մենք երջանկանում ենք, երբ խանութային հատված է գա։ Դու էլ դու ինչ ես Այո, ասում, բայց դու էլ ես երջանկանում իրական։ Ես սկսում եմ ստեղծագործել անգամ։ Ինչ լավ Եվ լոլիկներ են Անուշ։ Այո։ Իսկապես շատ լավն են։ Տեղական, արև, հող։ Լոլիկը կտրում ենք։ Եվ այսպես։ Հիմա մեկ շերտ պանիր կքերենք։ Իսկ կա որոշ հստակ ընտրություն բաների հետ կապված, թե ազատ ենք ընտրության մեջ։ Ոչ, ով ինչ պանիր կարող է։ Դե իհարկե ոչ աղի պանիր, մի քիչ ավելի Հալվող պանիր, պինդ չէ, երևի պանիրներից, այո։ Փոքր կտրենք եւ վերջում արդեն մեկ շերտ միայն կանաչին կթողնենք։ Իրականում շատ հասարակ բաղադրիչներով շատ համեղ աղցան կստանանք եւ ինչն է հետաքրքիր, որ դդմիկը սովորաբար ուղակի տապակված էսպես տապակած վիճակում ենք ուտում, միայն կանաչի գուցե սխտորը կանաչին էսպես, բայց թթվասերով մենք շատ ենք հավանում, անկեղծ մեր տանը շատ են հավանում եւ սա գրեթե ամռան ընթացքում գրեթե ամեն շաբաթ ես պատրաստում եմ։ Եվ մեծ չափաբաժնով պատրաստում եք ու շատ հեշտ է։ Անուշ, ես ողջունում եմ, որ պաների շերտը մեզ մոտ հարուստ է, որովհետև ես նյարդայնանում եմ, երբ օրինակ պանիրը պետք է հալեցնել կամ պաներային շերտ ստանալ առհասարակ, եւ շատ դեպքերում մի տեսակ ժլատ են գտնվում ու պանիրը շատ քիչ է լինում։ Ես էլ Պանիրը պետք է չեմ լինի սիրում, առատ։ Իսկ ես նյարդայնանում եմ ընդհանրապես, երբ որ պանիր չի լինում։ Սեղանին դրված։ Ոնց կարելի է, կարող է հաց չլինի, բայց պանիր պետք է լինի։ Դե այո, այո։ Չէ՞։ Դա Հիմա ինձ մեկ թվում է չգրված օրենք է։ Մեկ շերտ էլ ավելացնում ենք դդմիկը։ Եվ հետո նորից մեկ շերտ լոլիկ ու պանիր։ Զգացողությունները մեր քաղցի հետ կապված կամած շատանում են։ Այո, Միկան Ղաֆլանյան զսպում է իրեն, հավատացնում եմ ձեզ։ Վայրի աչքերով այսպես նայում եմ խանութային հատվածին։ Ինձ թվում է դու պիտի անդադար ժամանակ գտնես եւ պարզապես այն էներգիան, որը պիտի ծախսես խոհանոցում, որովհետեւ ըստիս դա քո մոտ կուտակվում է եւ դու այո, դա պիտի ծախսես։ Ես հենց նյարդայնանում եմ, օրինակ, գնում խոհանոց ու ինչ-որ մի բան եմ պատրաստում։ Թեկուզ պարզ ինչ-որ մի բան։ Թեկուզ պարզ։ Դու հիմնականում խոհանոցում եմ ես սովորել անցկացնում, այսինքն միշտ նյարդայնանում եմ։ Մենք արդեն հավաքում ենք երկրորդ շերտը։ Այո։ Հետաքրքիր է, որ սիրում ես համեղ ուտել, բայց նաև պատրաստում ես եւ Բայց ու երկարատև պատրաստելու ընթացքում նաև կշտանում եմ, գիտես։ դե յուրաքանչյուր պատրաստող ընդհանրապես այդպես է, հագենում է։ Այո։ Բայց ինչու Գիտեմ, հետաքրքիր։ ինչ-որ փակվում է ախորժակս, կարելի համտեսում եմ իհարկե, բայց այդ պահին Որովհետև ինչ է, տրամադրությունը այդ պահին
բարձր է շատ, որովհետև սիրելի վայրում ես քո խոհանոցում, պատրաստում ես, զբաղված ես ինչու ոչ քո սիրելի զբաղմունքներից մեկով, այդ ինչու է ախորժակը փակվում։ Չգիտեմ, հետաքրքիր է, ինձ էլ հետաքրքիր։ Ես էլ չեմ կարող հստակ պատասխան տալ դրան, բայց իրականում կա տենց բան։ Գուցե ընթացիկ, որ փորձում ես, համտեսում ես հասկանալու համար օրինակ։ Չէ, դե շատ քիչ ես փորձում, շատ քիչ ես փորձում։ Մի պտխունց, մի փոքր։ Այո, իրականում ես էլ շատ այդպես, այնպես չի, որ շատ հաճախակի մարդ կա, որ շատ հաճախ է փորձարկում ամեն մի համեմունքից կամ ինչ որ process-ից հետո, բայց ոչ, ես օրինակ ամենավերջում ուղակի չեմ կարող ասել, որ ընթացքում շատ ուտում են դրանից է, բայց ինչ որ ձևով հագենում ես։ Ու երևի թե սպասում ես, երբ արդեն պատրաստում ես, սպասում ես, որ համտեսեն ու հասկանաս, լավ է ստացվել, թե ոչ, եւ Ուշադիր հետևում ես մարդկանց աչքերին, մարդկանց ռեակցիաներին, տեսնես ինչ ռեակցիա կտան, համեղ էր, համեղ չէր։ Այո, եւ ես նկատել եմ, որ երբ որ հյուրերը օրինակ ուտում են կամ թեկուզ տան անդամները, հետո նոր արդեն դու ես մի տեսակ Ճիշտ ես ասում։ Հյուրերին ճանապարհում ես։ Հյուրերին ճանապարհում ես, նստում ես նորմալ տնավարի ու զգում ես ացուտակ։ Ահա։ Ահա, հիմա մենք այսպես, քանի որ մի փոքր էլ այստեղ թթվասեր ունենք, լոլիկի վրա էլ կավելացնենք եւ վերջին շերտ պանիր ու կանաչի կդնենք։ Իհարկե մենք հիմա սմբուկը մի փոքր ավելի խիտ եմ ես պատրաստում, եթերում շատ ժամանակ չենք ծախսի, որպեսզի բոլորը տապակենք, բայց դուք ավելի խիտ դա կարող եք դասավորել, սիրելի հեռուստադիտողներ։ Ու այսպես տորթի նման աղցանք ստանանք։ Անուշ, գիտես ինչն է հետաքրքիր, երբեմն եղել է որ մտածես հարյուրավոր, հազարավոր բաղադրատոմսեր ունես իհարկե, բայց մտածել ես երբևէ, որ տվյալ բաղադրատոմսի հետ ինչ ըմպելիք առաջարկես քո հյուրերին։ Հյութ, լիմոնադ, բնական հյութեր կամ պարզապես գազավորված ըմպելիքներ, չգիտեմ, թան գուցե կամ թեյ, բայց եղել է հստակ, որ բաղադրատոմսի հետ դու ունենաս առաջարկվելիք ըմպելիքը որևէ։ Երևի թե ըստ եղանակի է հիմնականում փոփոխվում ըմպելիքը, գազավորված առհասարակ փորձում եմ, մենք ընդհանրապես չենք խմում, հյուրերի համար գուցե այսպես առիթից առիթ, բայց ոչ հիմնականում իմ պատրաստած բնական հյութերն եմ հյուրերի համար իհարկե պատրաստում եւ ամռան ընթացքում շատ պատրաստում եմ թան, Այո, թա։ Այդպես, բայց երևի թե կան ուտեստներ, որոնց է դու հասկանում ես օրինակ այստեղ հյութ թե թան։ Ահա։ Կան ամեն դեպքում այդպիսիք։ Հիմա այսպես չեմ հիշի, բայց կան, չէ՞ Վիկա։ Բայց կարելի է մտածել նաև, որովհետև ըստիս հետաքրքիր կլինի ամենայն դեպս։ Թեկուզ մեր ձեռքով պատրաստված հիմա շատ ակտուալ է միջալուց, երբ տան պայմաններում պատրաստում են լիմոնադներ, շատ համեղ, տարբեր մրգերից, ամառային այո, ամառային, սառույցով զովացնող մի խոսքով։ Չէ, իսկապես բացվում է մեր ախորժակը, մեր երևակայությունը սկսում է աշխատել մաքսիմալ ուժերի ներածին չափով։ Պատրաստ է Անուշ։ Իդեպ ասացիր ամառային շատ պատրաստում ենք բնական այդ տարբեր մրգերով, ցիտրուսներով նույնիսկ եւ ելակով, ազնվամորիով, չէ՞ որ հիմա շատ են այդպիսի նոր տրենդներ են այսպես ասած ձևավորվել սոցհարթակներում եւ լավ է որ մարդիկ տարբեր այսպես գունեղ ախորժալի հյութեր են պատրաստում։ Կարող է լինել ուղակի ջրով, մեղրով, կարող է լինել ուղակի գազավորված հյութով որևէ։ Այնպես որ այո, ամռանը հիմա նաև դա եմ շատ իհարկե նանայով, անանուխով, դաղձով, այդպես։ Միք իսկ ինձ է թվում թե այդպես է։ Ես զգում եմ, որ երբեմն մենք անտեսում ենք մեղրաջուրը, որովհետև դա մանկուց է եկել, երբ մեր ծնողները մեղրով, ջրով այսպես պատրաստում էին քաղցր, անուշաբույր հյութ անվանենք, հա։ Եվ մենք խմում ենք օգտակար միանշանակ։ Երբ ես խմել մեղրաջուր։ Չեմ հիշում, մեղր իհարկե կերել եմ օրեր առաջ, բայց մեղրաջուր այ երևի թե դպրոցական տարիներին, եթե չխաբեմ։ Օրինակ ես բարբերաբար
խմում եմ մեղրաջուր Ահա։ եւ կարդացել էի, որ մեղրաջուրը խմելը շատ օգտակար է ավելի լինում այն ժամանակ, երբ ժամը առավոտյան կողմի 5-ից 7-ի հատվածում։ Լուսաբացին։ Լուսաբացին։ Ահա։ Այդ ընթացքում եթե խմում ես մեղրաջուր, 1 բաժակ, շատ ավելի լավ է դա ազդում քո օրգանիզմի վրա։ Անու շնորհակալ եմ իմիջիալոց, որ հիշեցրիր, որովհետև այո, մի տեսակ Եվ ես պարբերաբար խմում եմ իմ կյանքում մեղրաջուրը։ Իդեպ ես ամեն առավոտ մեղրաջուր ոչ հաճախ, բայց առավոտները սկսում եմ մեղրով, կարագով, փոքրիկ Հետո հացիկների մեղրաջուրը վրա շատ լավ է անպայման ազդում կսում եմ հիշողության եւ վրա։ Դե Կիրառում եմ։ բազմիցս դա լսել կայ։ Հիշողության հետ Այո։ կապված։ Մենք Սամիթն էլ Մոտենում ենք կտրում ենք, վերջնամասին, այո, այո։ ավելացնում ենք աղցանի վրա ու վերջ։ այո, կանաչ առհասարակ տալիս է իր գեղագիտությունը, գունային հրաշալի երանգը, տեսքը արտաքին, որ դարձնում է շատ ավելի ախորժաբեր, չխոսենք էլ համի մասին նաև։ Ամառային շատ հասարակ Ինչ է բաղադրիչներով, այս բայց աղցանի շատ անունը? համեղ տորտ աղցան ստացանք աղցան։ դդմիկով։ Մայիսյան աղցան։ Գիտես, սա այն դեպքերից մեկն է, երբ պետք է լավ քաղցած լինես, ամբողջապես վերցնես ափսեն եւ Հեռանաս հյուրերից։ եւ միայնակ սա հանգիստ վայելես, որովհետեւ մի տեսակ օրինակ չեմ պատկերացնում, ես սա կիսեմ, բաժանեմ հյուր։ Ես հյուրասեր մարդ եմ, բայց շատ կսարքեի այս աղցանից, որ բոլորին մեկական բաժին Այո։ հասնել, այո։ Տորթի նման կտրում ենք ու մատուցում ենք ու Վերջ ասում անուշ պատրաստ է։ լինի, պատրաստ է, այո։ Այո։ Կարող եք Շնորհակալություն համենալ, Անուշ։ համտեսեք։ Անուշ շնորհակալություն բարության Քիչ համար։ հետո անպայման մենք կհամտեսենք այս Այո։ համեղությունը։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Տորթ աղցանը պատրաստ է, գնանք տեսնենք մեր գործընկերուհու մանրակրկի ոսկերչական աշխատանքը, իսկ դուք վայելեք երաժշտական տրամադրությունը րոպեներ անց մենք կշարունակենք առավոտ լուսոն, միացեք մեզ։